մեջ է լինել։ Այսօր մեր նավարկության չգիտեմ հաշիվա, կորցրել եմ։ Սեպտեմբերի 2-ն է։ Բայց մոտենում է վերջին, ասեմ մի 5 օր է մնացել։ Հիմա Միկոնոս կղզին ենք։ Հիմա Միկոնոս կղզին ենք։ Հունաստանի։ Այսօր սեպտեմբերի 2-ն է ու մենք հունական Միկոնոս կղզում ենք։ Այս կղզուց մի անգամից նավահանգստից, կղզու նավահանգստից դուրս գալ չեմ կարողանա։ Ինչ-որ ծովի դիրքը նավերը չեն կարող շատ մոտենալ այս նավահանգստին։ Տեսնում եք, մի նավն էլ այրո կանգնած։ Մենք էլ ենք բավականին հիմա այրո կանգնած նավահանգստից երկու կողմերի։ Հիմա պետք է հատուկ նավակներով մեզ տեղափոխեն կղզի, հետո այդ նույն նավակներով մեզ բերեն։ Շաթլ բոթեր են կոչվում։ Երբեմն կարնիվալը օգտագործում է այս իր նավակները, բայց չգիտեմ ինքը իր սեփական նավակները կօգտագործի, թե այստեղի նավակներով ինքը կտանի։ Այս կղզին մենք չենք եղել, հետաքրքիր կղզի է, բայց ես ավելի շատ կուզենայի ինչ-որ մի հատ Դևոս կղզի կա, Դելոս կարծեմ։ Իրանց սուրբ կղզին է համարվում, ես կուզենայի ստեղից այդ կղզին գնալ, եթե առիթ ունենամ։ Հիմա դուրս կանք, քանի որ էքսկուրսիա չունենք, պետք է նայենք իրավիճակին, էլի, ինչ ստացվի, կանենք, քանի որ առաջի անգամ եմ իմ համար ինչ էլ անեմ, հետաքրքիր կլինի։ Այ որ երկրորդ անգամ գամ, այն ինչ որ չեմ արել, դա կուզենամ անեմ իհարկե։ Այսքան է այսօր։ Սպասում ենք նավը հայտարարի, որ արդեն թույլ է տալիս, կարող ենք դուրս գալ, որ մենք դուրս գանք։ Ուրեմն մենք տոմս առանք, դրսից հենց մտանք եկանք այս նավահանգիստը, այդտեղ տոմս էին վաճառում Դելոս կղզի համար։ Հենց մի անգամից 9:30-ի համար տոմս առանք ու հիմա այս նավով գնալու ենք Դելոս կղզին։ Շատ հետաքրքիր նկարներ եմ միշտ տեսել այդ կղզուց, այս սուրբ կղզի է համարվում հույների համար։ Այն հետևում էլ այն կղզին է, որ մենք այսօր իջնելու ենք, ման ենք գալու, ժամանակ կունենանք դեռ այս կղզին էլ հետազոտելու, ման գալու, բայց հիմա առաջինը ուզում ենք գնանք Դելոս։ Նավը երկու հարկանի է, կարող ենք վերև բարձրանանք, բայց քանի որ քամիամ մազերս պիտի վերև անի նորից, որոշեցինք ներքևը դες։ Դելոս կղզու նկարները շատ էի տեսել ինտերնետում ու սիրահարվել է ես կղզում, մանավանդ արյուծների քանդակներ ունեն, հսկայական արյուծների քանդակներ, որ հենց տեսա, ասեցի, հենց Միկոնոս գնամ անպայման այս կողքը Դելոս կղզին, այս անպայման պետքա գնամ այս Դելոս կղզին։ Դելոսը Հունաստանի փոքր կղզիներից մեկն է, կրոնական, քաղաքական եւ առևտրային կյանքի հին կենտրոն է եղել Էգեյան ծովում։ Դելոսը համարվել է այնքան սրբազան վայր, որ արգելվել է այստեղ մահանալ կամ ծննդաբերել։ Ժամանակին այստեղ եղել են գերեզմանոցներ, բայց բոլոր գերեզմանները հանել են, մաքրել են, ավելի ուշ ծանր հիվանդ մարդիկ եւ հղի կանայք հեռացվել են կղզուց եւ տեղափոխվել են այլ կղզի։ Եկանք, հիմա մեզ պետքա դիմավորեն, մեր համար 3-ն է, 3 համարով մարդիկ պետքա մեզ դիմավորեն։ Մենք Միկոնոսից տոմս գնեցինք, այս փոքրիկ նավակով եկանք կղզին, մոտավորապես 25 րոպե տևեց։ Կղզում մարդիկ չեն ապրում, ուղղակի աշխատողներ կան, երևի մոտ 20-15 հոգի մարդիկ կան, որոնք մշտական աշխատում են, հսկում են այս կղզին, բայց կղզին անմարդաբնակ է, տներ եւ ապրողներ չկան այստեղ։ Այս կղզում չկան սովորական հյուրանոցներ, խանութներ, լողափներ, այս վայրը աշխարհի ամենամեծ բացօթյա թանգարաններից մեկն է։ Դելոս կղզին մի ժամանակ անվանում էին բոլոր կղզիներից ամենասուրբը։ Այս կղզին հետազոտողների կարծիքով կամաց խորտակվում է եւ ասում են, որ ժամանակ կգա, որ այն երևի կհայտնվի ջրի տակ։ Մեր տոմսը էքսկուրսիայով տոմսեր, էքսկուրսավար պետք է լիներ մեր հետ, դրա համար իջել էինք փոքրիկ նավակից եւ սպասում էինք մեր գիդին։
Հանդիպելու ենք։ Գնանք։ Լիարնեն ուստեղից գալ ստեղից կղզու տոմսը մենակ արնել, ուստեղ նոր մտնել ստեղել այս մուտքի տոմսնա։ Մեկը նավի տոմսնա, մեկը մուտքի տոմսնա։ Դելոս կղզու հետ կապված է այս հունական դիցաբանությունը։ Կղզին եղել է լողացող կղզի, որը առաջացել է այն ժամանակ, երբ Պոսեյդոնը իր եռաժանիով ծովի հատակից հողի կտորը դուրս է հանել։ Լետո աստվածուհին, որը հարաբերությունների մեջ է եղել Զևսի հետ եւ հետապնդվում էր Հերայի կողմից խանդի հողի վրա, երկար ժամանակ թափառում էր ամբողջ աշխարհով, սակայն ոչ միտեղ նրան չէին ընդունում։ Լետո աստվածուհին այստեղ է գալիս գայլուհու կերպարանքով։ Այս կղզում է, որ Լետո աստվածուհին լույս աշխարհ է բերում Ապոլոնին եւ Արտեմիսին։ Այս ականջակալները թվեցին, այս ականջակալներով մենք դուրի գայդի հետ ենք խոսում։ Հաղորդակցում լսում ենք իրար։ Այն նավից իջանք մենք։ Արտեմիսը հունական դիցաբանության մեջ ոսորտության, պտղաբերության երիտասարդ աստվածուհին էր, նա նաև լուսնի աստվածուհին էր, իսկ նրա եղբայրը Ապոլոնը մարմնավորում էր Արեգակը։ Արտեմիսը Զևսի և Լետոյի դուստրն էր և Ապոլոնի քույրը, ինչպես Ապոլոնը նա նույնպես ծնվել է Դելոս կղզում և նրանք երկորյա քույր եղբայրներ են։ Ընդամենը մեկ օր առաջ մենք Էֆեսոսում էինք և այնտեղ ես նկարեցի աշխարհի 7 հրաշալիքներից մեկը, հին աշխարհի 7 հրաշալիքներից մեկը Արտեմիսի տաճարը։ That take care of the island and protect the place. During the summer, we have the island becomes more visible. Many people, more people are coming, and this is why there are more visitors. The archaeological site is not open during the winter, so it gets equipped with more people during the summer. Կղզին բազմաթիվ հարձակումների է ենթարկվել եւ ի վերջո ավիրվել ու կործանվել է։ Շատ քիչ ամբողջական շինություններ կային, կարելի ասել համարյա ես չգտա ոչ մի ամբողջական շինություն, ամեն ինչ այսպես բեկորային տեսքով էր։ Մենք նորից նույն սկզբունքով էինք շարժվում, որտեղ ցուցատախտակներ էինք տեսնում, նկարում էինք, որ ես հետո կգայի տուն կնայեի, թե արդեն մանրամասն թե ինչ էր իրենից ներկայացնում, որովհետև եւ նկարում էի, եւ լսում էի գիդին, եւ բավականին հիմա ժամանակ է անցել, շատ բաներ չէի հիշի։ Դրա համար այդ ցուցատախտակներ նկարելը ինձ շատ օգնում է։ Բացի ցուցատախտակներից նաև քարերի կտորներ կային, որտեղ նաև նշված էր տեղանքի անունները քարերի կտորների վրա։ Քանի որ Ապոլոնը ամենահարգված աստվածներից մեկն է եղել, ուստի Դելոսը դարձավ ոչ միայն սրբազան կղզի, այլև միջերկրական ծովի ամենահայտնի եւ ամենահարուստ կղզին։ Գնում ենք ենքում, լավ արևը կոնեսենք, ավ կնկարենք։ Այստեղ մեծածավալ աշխատանքներ են կատարում վերականգնողական։ Դելոսի, Ֆիլիպոսի, Ստոյայի մասնակի վերականգնման աշխատանքներն են իրականացնում։ Ֆիլիպը կամ Ֆիլիպոսը Ալեքսանդր Մակեդոնացու հայրն է, իսկ Ստոյան անվանում են հին հունական Սյունասրահը։ All of these are thresholds from the little shops that they were. Okay. Սրանք բոլորը խանութներ են, հա, եղել։ Շատ չեղրանանք։ Տկոնե ժամանակ ունենանք նկարելու։ Ժամանակին էս ծաղկող կղզին, որ ունեցել է 25,000 բնակչություն, լրիվ ավիրված վիճակում է, նվաճողները սպանել են Դելոսի բնակիչների մեծ մասին, մնացածին նավ են բարձրացրել եւ տարել են ստրկության։ Կղզին բնական պաշարներ չուներ, կային միայն մեկ լիճկար, այն էլ չորացավ, եւ միայն 20-րդ դարի սկզբին հնագետները հասան կղզի եւ փորձեցին վերականգնել։ 1873 թվականից ի վեր շարունակվում են այստեղ հնագիտական պեղումները եւ բացահայտել են վեհաշուկ կառույցների շատ ավերակներ։ Հենց այստեղ, որ մենք սենց քայլում ենք, տեսնում ենք այս քարերի կույտերը, սրանք քարերի կույտեր չեն միայն, սրանք եղել են 3 հսկա մեծ տաճարներ, որոնք կառուցված են եղել շարքով եւ նվիրված են եղել Ապոլոնին։ Այստեղ տեսնում ենք այս սյուների բեկորները, հիմքերը, բլոկները, շատ մեծ երևակայություն պետք է պահանջվի, որ հասկանանք, թե ժամանակին ինչ տպավորիչ տաճարներ են սրանք իրենցից ներկայացրել։
Այս ամբողջ տարածքում եղել են Դելոսի սրբազան 3 տաճարները, այս սկզբնական մասում, որ հիմա քայլում ենք, Ապոլոնի 3 տաճարները։ Առաջինը Դելոսի Ապոլոնի տաճարն է, երկրորդը Աթենոսի Ապոլոնի տաճարը, երրորդը Պորոսի Ապոլոնի տաճարը։ Երեքն էլ նվիրված են եղել Ապոլոնին, երեքն էլ իրար կողք կողքի են եղել։ Délos, vous avez une ligue, je pense. La ligue de Délos, Հետաքրքիր է, որ կղզում խանութներ չկային, ուտելու տեղեր չկային, մարդիկ չէին ապրում, բայց կատուներ կային։ Վերջապես այս քարի վրա որոշակի ինֆորմացիա գրված է, ընդհանրապես քիչ էին ցուցատախտակները, այս քարերի վրա փոքր գրված էին։ Այս քարի մեջտեղում հսկայական Ապոլոնի արձանն է եղել, Նաքսիացիների նվերն է եղել Ապոլոնին, մարմարե հսկայական քանդակ է եղել, որը փշուր-փշուրի է բաժանված եղել հիմա եւ իր մարմնի տարբեր մասերը տարբեր երկրների թանգարաններում է գուցե պահվում։ Արձանն է։ Չկան հասկացա։ Մոտավորապես այս տեսքի արձան է եղել, մակետի ձևով այսպես հավաքել են նկարի նման։ Գրված էր, որ մի ոտքը պահվում է բրիտանական թանգարանում, մյուս մարմնի մասերը կա նաև Դելոսի հնագիտական թանգարանում, մենք այն թանգարանը գնացինք, ես հետո տեսա ֆիլմ կնկարեմ այդ մասին, կպատրաստեմ այդ մասին։ Այստեղ վերջում հեռու քարերի վրա գրված են այդ տաճարների անունները, որոնք նվիրված են Ապոլոնի։ Այս տաճարի անունը Դելոսի Աթենացիների տաճարն է, գտնվում է Դելոսի հիմնական մեծ տաճարի եւ Պորոս տաճարի միջև, այդ 3 տաճարների խումբն է։ Վերջապես մի հատ ցուցատախտակ է գտանք, անունը գրված է Պորոսի Ապոլոնի տաճար, այս տաճարը ամենափոքրն է 3 տաճարներից, բայց ամենահինն է։ Եվ իհարկե մեծ երևակայություն պետք է ունենանք, որ այդտեղ այդ տաճարները մենք պատկերացնենք, որովհետև ընդհանրապես քարերի կտորներ, բեկորներ, քարերի կույտ ենք տեսնում։ Քանի թեմպլներ է, տաճարներ է եղել Ապոլոնի այստեղ։ Այստեղ գրված է Ֆիլատրոս բառը, որը հավանաբար վերաբերվում է Ֆիլիպ 5-ի սյունասրահին, Դելոս Սուրբ հունական կղզում կարևոր 5 կառույց է։ Այս սրա մասին ճիշտն ասած մոռացել եմ, թե ինչ ասեց գիդը, ես կապում եմ ջրի հետ, եթե դուք այլ կարծիքներ ունեք, կարող եք գրել ինձ, հետաքրքիր կլինի իմանալ։ Ինտերնետում չգտա, ենթադրում եմ սա եղել է կամ ջրոր, կամ ինչ որ մի բանի հիմք է։ Ասում են այս կղզին խորտակվում է, մյուս կողմից էլ ասում են։ Այդտեղ տեղանքի պեղումները դեռ շարունակվում են, նույնիսկ տեսեք ահագին բաներ ա պեղվել ու դեռ հələ չի տեղափոխվել թանգարան, բայց թանգարանում է շատ նմուշներ կային։ Հետո թանգարանը կնկարեմ, կտեսնեմ, մենք հետո գնացինք այդ թանգարանը նույնպես։ Պատկերացրեք կողքը ծովն է, բաց տարածություն ու այս քամուձայնը ինչքան խանգարում էր նկարելու։ Քարոտ է ճանապարհը, դրա համար անդադ մեկս մյուսին զգուշացնում։
Ջա կամերաները դրտես հակնես կամերաներին եք տալիս։ Նո, ամեն րոպե մենք անգնելու վտանգի տակ ենք մնում։ Ավերյակները։ Բայց արյուսները տեսնել ենք, հետաքրքիր է, որտեղ մեկտեղ լսեցի, որ արյուսները կարող է հանած ալնել։ Տարբեր խմբեր են։ Ժամանակ աշխատում, դե համար ականջակալներով ենք, որ մեկս մյուսի չխանգարենք։ Շատ քիչ պահպանված բաներ կան, հիմնականում ավերակների տեսքով աղել է ոչ։ Հետո չգիտեմ։ Դելոսը ծաղկող կոսմոպոլիտ առևտրային կենտրոն էր։ Առևտրականներ էին գալիս այստեղ ամբողջ աշխարհից։ Եվ զարմանալի չէ, որ այստեղ կային մի քանի շուկաներ եւ ագորաներ։ Այս ագորան կառուցված է 130-ից 120 թվականներին, գերիշխում էին այստեղ հիմնականում հռոմեացի առևտրականները։ Իտալիան ագորայ է կոչվում, իտալացիների շուկա։ Դելոսի նշանավոր առևտրականները գալիս էին այստեղ, զբաղվում էին բանկային գործունեությամբ, առևտրով, այդ թվում նաև ստրուկների առևտրով։ Ցենց որ նայում ենք, իրականում այնքան էլ տպավորիչ տեսք չունի, հիմնականում նրա պատճառով, որ ավիրվել է ու հստակ բան չի մնացել։ Ասում են, որ ժամանակին այս ագորան բավականին գեղեցիկ է եղել, ավելի քան 100 սյուներով շրջափակված, տեղակայված են եղել շուրջը արձաններ։ Ջրատար սիստեմն է, որով ջուրը հոսել է։ Տակտիր է։ Հիմա արյուսներում գնում։ Տեսար ես ջրատար սիստեմը։ Այս Ամեն ինչ մի կողմ, բայց այս փիսիկին Դելոսի պետք է անպայման նկարել։ Հրացին կարյուծների մոտ։ Արյուզներին տեսար։ Այս արյուզների նկարի պատճառով եմ շատ եկես տեղ ճիշտ ասած։ Հետաքրքրություն առաջացավ ուժեղ գալու ինձ տեղ։ Առաջի արյուծն է, որ մեզ պատահավ։ Ուստեղ արյուծների շարքն է, որ հիմա գնալու ենք արյուծների մոտ։ Պատմելու եմ մեզ արյուծների մասին երևի։ Հիմա գնանք։ Դելոսի հայտնի 9 մարմարե արյուծներն են, որոնք տեղադրված են ստեղ Պարսադիր վայրում, երբ որ այս արյուծները ես տեսա ինտերնետում, գժվեցի, խենթացա, ասեցի ես անպայման պիտի այս Դելոս կղզին լինեմ, բայց ցավոք սրտի տեսնում եք ինչ ահավոր քամի է, ես այս գայդի պատմածը չեմ կարողանա դնել, որտեվ անհնարին է կլինի դա լսելը, ուղղակի մի քանի բան կփորձեմ կարդալ ինտերնետից այս արյուծների մասին։ Արյուծների տերաս է կոչվում այս հուշարձանայի համալիրը։ Արյուծները նվիրված էին Ապոլոնին, քանդակվել է Նաքսոս կղզու լավագույն քանդակագործների կողմից ավելի քան 2000 տարի առաջ։ Այսօր այս մարմարի արյուծներից միայն 7-ն են պահպանվել եւ դրանց պատճենները տեղադրված են հիմա կղզում։ Սրանք իրականը չեն, իրականը կղզու թանգարանում է, որ կգնանք կտեսնենք։ Դիմացը շատ առաջներում եղել է լիճ, կոչվել է Սրբազան լիճ։ Հետագայում այդ լիճը չորացրել են, որտեղ ստեղ լիքը մլակներ են եղել, հիվանդության վտանգ է եղել։ Իսկ իրականում կարծեմ այս արյուծները նայել են այդ լճին, այդ սուրբ լիճը հսկել են։ Այս նկարը շատ մոտից այս արյուծների նկարն է, նայեք ինչ սիրուն է։ Դելոսի արյուծների դեմքը շրջված է դեպի արևելք, դեպի Դելոսի Սրբազան լիճը, որտեղ եւ ծնվել է Ապոլոնը, եւ փաստորեն այս արյուծները հսկում են այդ Սրբազան լճի տարածքը։ Սրանք իրականը չեն, հա։ Եվի որ չուշանան, բայց նմանացրել են։ Քամի է, գիտեմ քամի այս ձայնը շատ խանգարելու է, բայց ոչինչ։ Այս քամին հաստատ վիդեոյից մեջ շատ տհաճ է լինելու, բայց այս պահը ես կհանեմ, ես կխոսամ։ Նույն բանը ես կխոսամ միկրոֆոնով։ Դելոսը համարվել է ազատ նավահանգիստ եւ դարձել էր միջերկրական ծովի ամենամեծ ստրկավաճառության կենտրոնը։ Ամեն օր հազարավոր ստրուկներ էին ստեղ բերում եւ վաճառում էին։
Մենք թանգարաններ նայենք, տոմսի մեջ ամենաց։ Այս ջրատար սիստեմն ասել իրանց, նա այդպեսար է ջրատար սիստեմը։ Հայնում ես ոտքի տակ երևում է, որ տակերը ինչ-որ խեցիներ են, բաներ են դեր մնացած, որ կարելի է հանել գետնից։ Քանի անգամ ոտքեր ես կպավ։ Այս Դելոսի թանգարանն է, մեր տոմսի մեջ մտնում էր նաև թանգարանի մուտքը։ Մենք մտանք այս թանգարանը առանց գիդի, մի քիչ ժամանակ անցկացրեցինք, նայեցինք, նկարեցինք, հետո դուրս եկանք հանդիպեցինք գիդին ու շարունակեցինք մեր ճանապարհը։ Թանգարանի մասին տեսաֆիլմը կլինի հաջորդում առանձին։ Դելոսում հիմա մարդ չի ապրում, բայց տարիներ առաջ Դելոսը բնակելի վայր է եղել, այստեղ մարդիկ ապրել են։ Այ հիմա մենք գնալու ենք այն վայրերը, որտեղ մարդիկ ապրել են իրենց տները։ Տարի վրա։ Ասես լավ շոկ է, չէ՞։ Այստեղ որտեղ են ապրել իրանք երևի, հա։ Մենք էլ չեղանք ստեղ, բայց տները չմտանք։ Դեմդ։ Դելոսը դեռ պեղումների մեջ էր հնագիտական, բայց այստեղ կային հետաքրքիր տներ, օրինակ մենք այցելեցինք Դիոնիսոսի տունը, ես կդնեմ հիմա կնայենք, Կլեոպատրայի տունը, Եռաժանի տունը, բայց բացի այս տներից կային նաև սովորական տներ, որտեղ երևում էր, որ մարդիկ են ապրել, ոչ շատ հարուստ, բայց բնակելի տարածքներ էին սրանք։ Ուղղակի շատ տներ մենք չէինք կարողանա մտնել, որտեղ ցանկապատ էր դրած եւ չէր կարելի անցնել, օրինակ տեսեք, այս պարաները դրած է, չեն կարողանա ավելի խորը մտնել, ուսումնասիրել, նկարել։ Մենք իսկական ոնց որ տաների միջով անցնենք։ Հիշում ես, որ բանով գնում էինք այդ Պոմպեյով։ Ահա։ Սենց տներ, խանութներ, տներ, փողոցներ։ Ասենց հիմա այդ տեղանքով ենք մենք գնում։ Նա ինչ հետաքրքիր են պատերը։ Մեկը մյուսին միացրել, որ այսքան ժամանակ ամեն ինչ փլվել է, այս պատերը դեռ մնացել են։ Չէ, ինձ թվում է շատերը սենց նույն տեղում են եղել, ոչ չեմ բռնեց հազապատ սարքել։ Չեմ կարծում, լավ մի հատ է, երկու հատ է։ Պատերը լավ է մնացել են, արձաններն են փլվել։ Այս հո չեն դրել նորից կառուցել, չէ։ Կատուները։ Հիմա գնում ենք Դիոնիսոսի տունը, որը խաղողագործության ու գինեգործության աստվածն էր, հին հունական գլխավոր աստվածներից մեկն էր։ Դիոնիսոսի տունը համարվում է պարտադիր այցելության վայրերից մեկը Դելոսում։ Կենտրոնական զարդը մեծ հատակի խճանկարն է, որը պատկերում է գինու եւ թատրոնի աստված Դիոնիսոսին որպես թևավոր ոգի, որը նստած է վագրի վրա։ Խճանկարի որոշ մասերը վատ վիճակում են, վնասվել են կամ բացակայում են, բայց եւ Դիոնիսոսի դեմքը եւ վագրի դեմքը հստակորեն երևում է։ Խճանկարը շրջապատված է հսկայական մարմարե սյուներով։ Space of this house, and this is for two main reasons. The first one has to do with the mosaic. So we see Հատակի մոզաիկան է։ Դինոսիուս։ even smaller tessere, as we call in Dionysus. Dionysus is the god of the wine, of maniac dance, of ecstasy. He's always related to the production, the fertility, and this is why he's spotted there on a panther, his symbolic animal. He there was a functional use. This is where the people who live in Delos, they never had problems with, lack of water. One more thing about the architecture, we have to talk a bit about the walls. So the walls were, lime plastered. Most of them had also, depictions of figures of the real life. And the way that
the artisans tried to imitate by using the plaster. They tried to imitate on the plaster how the walls looked like. So on the plaster we see that the artisans managed to make they had no windows in order to avoid the voices from the outside and the noise, and where people could collect water and bring sun and air to the house was only from this place. So now we can understand how important was this. When constructing this house, at the foundation, they decided also to put these big pots, and this has a practical use, a practical purpose, and this is for bring to have the liquid or any other thing that was stored inside in order to have a good temperature and not to be in a good condition and to be stored well. Yeah, exactly. The dry. Այս Tridence-ի տունն է, կամ ասում են Երաժանի տուն, ասում են, որ հարուստի տուն է եղել, արդեն սյուներից եւ տան տեսքից երևում է, տան ճակատային մասն է երևում, քարե արյուծանման արարածներ են վրան քանդակված, երևի նրա համար են, որ սրանք կամ պահակություն են անում, կամ վանում են չար ոգիներին։ Այս բան կա եղել։ Okay, նայել է, ասում եմ այստեղ բան կա եղել, որ այստեղ քոյինները գծել են, այստեղ բան կա, տեսեք տելես կա։ Այն ինչ հետաքրքիր է։ Այս մեկը հետաքրքիր է շատ։ Հորա ջուրի, հա։ Դե մոզաիկան նայ, այն էլ նոր չեն դրել, այն էլ է հին աղը, նայ։ Հաստատ չեն դրել նոր։ Ու մի տեղ մա պահպանված է։ Տեղ իրան ջրամբարն ա եղել, հա։ Հա, բայց քաղցրամ ջուր որտեղից են հանել, գետնի տակից։ Սա հսկայական մեծ ջրամբար է եղել, որ մատակարարում էր քաղաքի ջրամատակարարման մեծ մասը։ Այդ լավ շոկ է, ասեմ ձեզ։ Ամենամարդ չի կարա դիմանա, այս պայմաններին, անապատային։ Այս նկարացիչ բան է չի հետը։ Հետևում ամեր, օ, հեսա հետևում ամեր։ Այս լավ քանդված է։ Սխալ եկանք, գիտես պետք անենց գնանք։ Այդտեղ կարդում ենք, որ իրենց թատրոնն է, ամֆիթեատրն է, բայց բավականին վատ վիճակում է պահպանվում։ Կարամ, բայց գիտես մի քիչ վերականգնեն, որ ուզեն։ Թատրոնի շենքը մոտ 5000-ից 6500 հանդիսատեսի համար է, տարբեր թվեր է գրված, առաջին նստարանները ավելի լավ են պահպանված, քան հետո արդեն վերևինները։ Առաջի շարքի նստատեղերը ունեցել են հենվելու հարմարանքներ, իսկ արդեն վերևինները չունեն դա։ Հավանաբար այդ առաջի շարքը հատուկ հյուրերի համար է եղել։ Where people used to honor their deities, and place where people could come and entertain themselves, the place where the people could. Արդեն պրծավ մեր այսօրվա ստեղի տուրը, ու մենք գնալու ենք դեպի փոքրիկ նավակը։ Այդ նավակով նորից գնալու ենք Միկոնոս կղզին։ Շատ շոկ էր, արև։ Հիմա ուզում ենք, որ մի քիչ ժամանակ ունենք, գոնե այդ Միկոնոս կղզում էլ մի քիչ ժամանակ անցկացնենք։
Կապույտ փողոցներն եմ ուզում գնալ։